ես տեսնում եմ, թե ինչ ցինիկ ձևով գերտերությունները ուզեցան հայ ազգին նսեմացնեն, որ ցույց տան, ասեն սուս մնացեք, նստեք ձեր տեղներդ ու բոլորիդ հետ այս ամենը կլինի, երբ որ դուք գնաք պրոտիվ մեզ, նսեմացնեցին մի ողջ ազգ։ Մենք ուրտից գիտենք, որ սա բանտում նստած է։ Մի մարդուց, որ այսքան ժամանակ ասեց, էդի Արման Բաբաջանյանը, ու եկավ ասեց ինքը նստած էր, հեշտ ճանաչելի չէր, որ ինքն է։ Մնացածը բախի չեն գնում, նայեն, տեսնեն, իմանան, մի հատ ոնց է, ինչ է, շատ հետաքրքիր է։ Մնացած դեպուտատները խի չեն գնում, падգամավորները ինչու չեն գնում։ Աննով եմ ասում, Ռոբերտ Քոչարյանը տեղյակ էր, Սերժ Սարգսյանը տեղյակ էր, Ջհանգիրյանը տեղյակ էր, Ջհանգիրյանը Քոչարյանի կաբինետում ասեց 2000 թվականի մայիսի 10-ին, երբ բոլոր զոհվածների կանանց հավաքել էր, այնտեղ ասեց, ես 12 օր առաջ Վազգենին զգուշացրել եմ։ Ով էր ասում։ Ջհանգիրյանը։ Էլ ոնց ասեմ, ոնց կարող են չիմանան։ Այ մարդ լուր հետևել են, թե ոնց այդ անորմալները, ինչ անորմալ տականքները կմտնեն խորհրդարան։ Ով էր նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ով էր օգնականը Սերժ Սարգսյանը, առանց ում դա չէր լինի, առանց ԱԱԾ-ի։ Հիշում եք, չէ՞, ցուցակը, որ Նայիրի Հունանյանը գրել էր տվեր, որ ժամանակավոր կառավարություն պետք է լինի։ Պարզվում է, այնտեղ Անդրանիկ Քոչարյանի անունն էլ է եղել գրված։ Մի հատ կանչեք Ռոբերտ Քոչարյան, ասես ցուցակ ով է քեզ տվել։ Դուք չեք տվել։ Ոչ, ցույց ինչ ցուցակը, բայց չէ որ այդ ցուցակը մեկ այլ բան էլ կարող է լինել։ Երկիրը գտնվում էր կոլապսի մեջ, եւ շատ հնարավոր է ցուցակը, որ կազմվել է, այդ կազմողները նպատակ ունեին կանխել հետագա զարգացումները, բայց բանակին չէր շրջապակել քաղաքը։ Այո, ես եղել եմ այդ սենյակ, մտել եմ, որտեղ այդ ցուցակը ներկայացվել է Ռոբերտ Քոչարյանի, բայց ես չեմ էլ իմացել, որ իմ անունը այդտեղ կա։ Ես այլ բան եմ ասում, ինչպես կարային առանց ձեր իմանալու ձեր անունը գրեին այդ ցուցակում։ Շատ հանգիստ։ Շատ հանգիստ, ինչ կա։ Շատ տափուկի մեկն է երևում։ Ոնց որ հիմա այսպես տափուկ իր գործն անում, պրոստը տակի նշանակել այդ ամեն ինչ այնտեղ ինքը կուրիռվել։ Տեսեք, այս դեպք եղավ, չէ՞, հոկտեմբերի 27-ի դեպքն եղավ։ Ինչքան ազգասեր, ինչքան ֆիդայիներ կային, ինչքան կռվող տղեկ կային։ Մի քանիսի գլուխը կերան, մնացածիցն էլ լրիվ կուպիտ արեցին։ Կուպիտ արեցին, ոնց որ Մանվել Գրիգորյանին դեպուտատ, բան, պաշտոններ տվեցին։ Վազգեն Սարգսյանի աղբորը տեսանք ոնց է վռած մի անգամից բան հենց վարչապետի պաշտոն տվեցին, բան եղավ։ Ոտերը թուլացավ, մոռացավ, որ այնտեղ բան կա։ Հետո ասին, այլ սիկտի տեղից արայ։